Եվ երեկվա դատավարությանն էլ անդրադառնանք, հա, պարոն։ Երեկվա դատավարությունն էլ էսպես ասեմ դες։ Ուրեմն մենք տվել ենք մարդկանց բնակարան կառուցելու, տվել ենք կենցաղ սպասարկման օբյեկտներ կառուցելու, ուրեմն դրա համար քաղաքապետին մեղադրանք են առաջադրել։ Հիմա դուք պատկերացրեք։ Հիմա մենք սկսում ենք գործընթացը, պիտի աշխատենք, հողհատկացումներ պիտի անենք, շենք-շինություններ, որ մարդիկ կառուցեն։ Դուք պատկերացրեք, կա քաղաքաշինության բաժին, որտեղ քաղաքի հադագագիծը միայն իր մոտ է գտնվում, եւ այստեղ այդ բաժիններում աշխատում են 20, 30, 40 հոգի անձնավորություններ, մասնակիցներ, եւ իրենք այդ գործի մասնակիցներն են։ Ուրեմն այդ բոլոր ճանապարհը անցնում է, նախագիծ են կազմում, 17-10 հոգի ստորագրում են, բերում են վերջում քաղաքապետին ստորագրելու, հասկանալի է։ Այսինքն քաղաքապետը այդտեղ անելու ոչ մի բան չունի, ինքը մասնակից չէ։ Քաղաքապետը օրական կարող է 150 որոշում կայացնի։ Այդ մասնակիցներին թողել են, քաղաքապետին բերել են մեղադրանք են առաջադրել։ Միքայելի ժամանակ հողհատկացում է արել, նորից ինձ են մեղադրում։ Բալասանյան Սամվելի ժամանակ հողհատկացում է արել, ինձ են մեղադրում։ Դուք հասկանում եք, թե ինչքան աբսուրդ է այդ ամեն ինչը։ Ուրեմն այդ դատարանի շենքը պատկերացրեք 13 թե 17 թվականին իմ տեղից գնել է։ Հիմա ինձ մեղադրանք են առաջադրել, թե այդ շենքը ինչ իրավունք ունեն, որ վաճառել են։ Այնքան չգիտեն, որ օրենքի մեջ ֆիքսած է, որ քաղաքապետարանի բալանսի վրա նստած յուրաքանչյուր գույք քաղաքապետարանը ավականի իրավունք ունի վաճառելու։ Եվ այդպես կինո հոկտեմբերը, դադախազության շենքը, Գյումրիի ռեստորանը, հասկացած, KGB-ի շենքը, այսինքն այդպես սաղ ամեն ինչ։ Եվ մենք, եթե այդ չանենք, այդ շենքերը կփլվեր։ Հասկանալի, հիմա այդ շենքերի նկարները կա, որ տեսնեք, եթե հանգարց մենք հիմա դա կառուցեինք, դա կավիրվեր, կքանդվեր ու կվերանար։ Հոխանակ մի բան էլ պաշկևադրեն, բերել են ներկայացնեն, ցել հել է խոսում են, բան այսպես, դիմո մի կողքի մարդիկ եկան չգիտեն դե, այս ինչ է դրա համար այդ ամեն ինչը ես գիտենալով առաջադրել եմ տեխնոլոգիությունս, որ մեր վրա ոչ մի բան չկա, ոչ մի բան, ինչ որ հիմա քեզ բռնեն տանեն տաբետ։ Բայց նշածները բոլորը թվերով ապացուցել չեն, որ նշում են կան բաներ։ Բոլորը ապացուցում ենք, ներկայացրել ենք եւ դա գործընթաց է, հետո ժամկետանց է բոլորը։ 10 տարին բոլորը անցել է։ Այսինքն 2 րոպեդո դրանք թափում են։ Այս բեմականացումը ինչու համար է չեմ էլ հասկանում։ Այսինքն բոլորը 10, 15 տարի, 18 տարի անցել է։ Օրենքը ֆիքսած է, որ եթե 10 տարուց թե որպես ինչ են քննարկում, այդպես աղմուկ բարձրացնում, նրա համար, որ ես վախենամ չառաջադրեմ իմ տեխնազությունս, բայց ես դրա համար չեմ վախենում ու առաջադրում եմ իմ տեխնազությունս ու այսպես է։ Այո։ Գասյան, նաև ինչ որ փաստաթղթի մասին խոսք գնաց։ Փաստաթղթերն են միջից կողացել են։ Ուրեմն ասեմ քեզ, այդ գործընթացը առաջ եթե 60 հոդվածի տակ էր ելնում այդ հողը, ուրեմն պատկերացրեք, այստեղի բաժինները ուղարկում էին մարզպետարան, հետո քաղաքաշինության նախարարություն, այնտեղից թույլտվությունը գալիս էր, այսինքն գեյմպլանի մեջ, հադագագծի մեջ փոփոխություն անելու։ Փոփոխություն անում է միայն քաղաքապետարանը, այսինքն այս քաղաքապետարանը ինքն է իր գլխուն սարկում, հա։ Մենք այս քաղաքապետարանը գտել է, որ այդտեղ փոփոխություն պետք է անի, որովհետև երկրաշարժից հետո, ասենք, պատկերացրեք, բանի հետ կոնկրետ Տիմիրյազևի փողոց մասին է խոսքը, Շերբինա այդ հատվածը, այդտեղ այգի եղե, բայց հիմա միսար չկա, երկրաշարժից հետո ամբողջությամբ բանը կտրել է ժողովուրդը։ Այդտեղ հարյուրավոր, հազարավոր շենք-շինություններ կան։ Այդտեղ օրինականացրել են մարդիկ բնակելի են կառուցել։ Եվ հիմա 23 թվականի հադագագծի մեջ է փոփոխություններ արվել։ Դրա համար ինձ մեղադրանք են առաջադրում, հենց այդ բեմականացված խոսում են, այ ամոթը սա է։ Խայտարակություն է սա։ Հետո մի հատ այդ բանի համար ինչի հարց չեք տալիս, որ սրանք ընկել են մեր այս երկորը ընկել են հետևիցս, որ ասում եմ Բելորուսը, Ռուսաստան միութենական այդ պետությունների հետ կապված։ Սարքեք պետություն ասում են։ Հա, ուրեմն գիտեք ինչ կա։ Այնքան տգետ ու անպատկար, անտասիրակ տագանքներ են, գիտես չեմ ուզում դրանց բառերով ես ասել։ Երբ որ հանդիպեմ, կասեմ ես իրանց մեկ քանիսը կան։ Ուրեմն պատկերացրեք, անկախության հարցը ինչպես մարդը կարող է ուրեմն քննարկի, որ մենք անկախության հետ կապված որևիցե մի խնդիր, մենք չենք ասում, մենք նաբարոտ, մենք ուզում ենք անկախությունը պահենք։ Այսինքն մենք ասում ենք ռուս-բելորուս միություն, Եվրոմիություն կա, տես հավաքվել են այդ պետությունները միություն են ստեղծել։
Մենք անատ 320 միլիոնանոց էս թուրքա լեզու ազգի մեջ է, Ադրբեջանը գիտեք մենակ է, Ադրբեջան ամբողջ Միջինասիան Ադրբեջանի թիգունքն է, թուրքերը իր թիգունքն են, Իսրայելը իր թիգունքն է, մուսուլմանական աշխարհները դրանք սաղ այդ միությունների մեջ են, բացի Հայաստանից, իսկ դուք չեք պատզգում, սահմանները բացում են, թուրքերի մասի սարը հանում են հայոց զինանշանի վրայից, սահմանադրություն ուզում են փոխել, ձեները չի ելում, Արցախը տվեցինք, ձեները չի ելում, այս մեկ միություն ենք կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ ելեք մեղադրանք եք ասում, թե ոնց կարող է, ուրեմն անկախությունը սակարգել, այ դադարքներ, ինչ անկախության մասին է խոսքը, մենք անկախությունը այրանքնով են ձեռք բերում, դրա մասին քննարկման առարկա չէ, այո մենք կարող ենք եւ մտնել Ռուս-Բելորուս միության մեջ, եւ կարող ենք Եվրոմիության մեջ մտնել, բայց մեզ չեք թող Եվրոմիությունը մեզ բանի տեղ է չի տնում, ոնց որ Վրաստանին, ոնց որ Ուկրաինային Մենք ուրախ ենք, որ մտնենք միությունների մեջ, որպեսզի պաշտպանվի մեր երկրի սահմանները։ Դուք ինչի չեք ուզում, որ մենք մտնենք այդ միությունների մեջ։ Չեք ուզում, որովհետև թուրքերի հետ եք պայմանավորվել։ Որովհետև ուզում եք Հայաստանը սարքեք թուրքական վիլա հետ, ոչ թե Ռուսաստանի։ Օրինակ ինձ եթե մնա, եթե լուրջ նախագահ ունենանք, լուրջ վարչապետ ունենանք, հասկացաք, իմ գիտեցած մարդը լինի կամ իմ պես մտածելակերպ ունենա, այ Պուտինը կնստի քսե Ղարսի պայմանագիրը լրացել է։ Ինչ եք մտածում Ղարսի վերաբերյալ։ Ինչի չեք հետ վերադարձնում Ղարսը։ Դուք եք տվել, ռուսներն են արել։ Ինչի Նախիջևանը հետ չեք վերադարձնում, որովհետև պայմանագիրը լրացել է։ Այ նմանատիպ առաջ քաշումներ պիտի լինի հայոց երկրի կողմից, ոչ թե վախեցած, հնգնավորված, ես չգիտեմ, հայոց պատմությունը չգիտեմ։ Հայոց պատմությունը չգիտեցող ինչ իրավունք ունի հայոց երկիրը ղեկավարել։ Սրանք որ ասում են դες տարածքները, այս բանը օկուպացված տարածքները։ Մեկի բերանի չլսեցի թե դա հայկական տարածքների ինչ օկուպացված տարածքների մասին է խոսքը։ Բերեք հլանեք աշխարհի ամբողջ քարտեզները։ Ես մեկի բերանի չլսեցի թե ամբողջ աշխարհում կա 5 քարտեզներ։ Հələ այդ 5 քարտեզները հանեք նայեք Ադրբեջան, կա այդպիսի պետություն կա։ Բացի հայոց հանրապետություն, ես չհասկացանք ամբողջ աշխարհը այլ բան է ասում, մի քանի թափ տպուկ ուրիշ բան է ասում, դուք եք ձեներդ կտրած վախվորիկ հայոց պատմություն չգիտեք թե դիդավորյալ եք անում։ Ես կասեմ, եւ պատմություն չգիտեն եւ դիդավորյալ են անում, պայմանավորված են թուրքերի հետ։ Վերջացավ էսքան բան։ Այդ բան կա։ Համեցեք։